աղվեսներն անտառից քաղաք են հասել մուշ երկու թաղամասի 4 կոտորակ 3 շենքի կողքին գտնվող կիսաքանդ կառույցում մեծ թվով աղվեսներ են բնակություն հաստատել։ Աշխատատեղերի ստեղծումից մինչև երիտասարդների և ընկերությունների նորարար բիզնես գաղափարների իրականացում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում արդեն գործում է շուրջ 20 ընկերություն։ 16-ից 30 տարեկան երիտասարդ նկարիչներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Հայկական Սփյուռքից, Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից մեկնարկել է մինասի գույներով խորագիրը կրող երիտասարդ նկարիչների միջազգային 4-րդ պլեները։ Այսօրի մարզային թողարկումն է եթերում, բարև ձեզ։ Մուշ երկու թաղամասի 4 կոտորակ 3 շենքի կողքին գտնվող կիսաքանդ կառույցում բնակություն են հաստատել մեծ թվով աղվեսներ։ Բնակիչները ահուսարսափի մեջ են։ Շինության դիմաց գտնվող տարածքում փոքրիկները խաղում են, արդեն 1 ամիս շարունակ ծնողները թույլ չեն տալիս երեխաներին դուրս գալ բակ։ Նրանց պնդմամբ աղվեսների թիվը հետզհետե աճում է։ Մինչև վերև գելի պատեզի մեջ կուկա։ Աղվեսների հետ կապրենք։ Այս տարածքը 4 կոտորակ 3 շենքում բնակվող փոքրիկների համար ծառայում է իբրև խաղահրապարակ։ Այն դարձել է նաև գազանանոց, այստեղ մեծ թվով աղվեսներ են բնակություն հաստատել։ Բնակիչները ահուսարսափի մեջ են։ Առաջին անգամ գիշատիչ կենդանիների նկատել են շենքում բնակվող փոքրիկները։ Ծնողներին պատմել են, սակայն վերջիններս թերահավատորեն են մոտեցել խնդրին։ Երեխեք միշտ կսեն տեսնեն խաղալու ընթացքում կսեն որ թաղաղվես կա, մենք չենք պատկերացնել, որ երեխեքը ճիշտ են նկատել։ Հետո մենք արդեն տեսանք մուտքը մտնելով, պոստանը մտնելով, համենայն դեպս աղվեսը կհամարվի գիշատիչ կենդանի, չի կարելի շանել համեմատել։ Երեխային կելին կխաղան, քարով կխփեն ու կհարցակվի երեխեքին կզե։ Զենգը մենք վախեցանք փախանք։ Երեխեքը խաղան ստեղ, խնդրեմ, ցուցադրեք ու հմե աղվեսների հետ երեխեքը լեղա պադարկ յանին։ Ամեն մուտքի մեջ 7-8 մենակ ես մեր մուտքի մեջ 8 մանր երեխա կա։ Սևը, շեյքն ու մոխրագույնն արդեն 2 ամիս այստեղ են բնակություն հաստատել։ Բնակիչների պնդմամբ կենդանիների թիվը գնալով աճում է։ Կասկածներ կան, որ աղվեսները ձագեր են ունեցել։ Քանի ման ընտատ իրար դեպիս տեսանք համոզվանք աղվես է ու հմի
Մեկը տարավ, երկուսը տարավ, իրեք արդեն խմպակային, ծակեն անեց, ծակենել են արդեն մեծը։ Երբ իրանց հարմարեղնի դուրս գալու, իրանք դուրս կգան, մեզ չեն նայ, թե մենք ստեղ ենք, ես կողմն ենք, ես կողմը չենք, իրանց երբ հարմար է, մարդիկ վեճ մարդը ուդելու կարիք ունի, հանած ուդելու կարիք ունի, չէ, հետո էլ ինքը չսնվավ, ստիպված երեխեքի վրա պետք է հարձակվի։ Աղվեսներն այնքան են հիմնավորվել տարածքում, որ ազատ մուտք ու ելք են կատարում շենքերի մուտքեր, բարձրանում են աստիճաններով ու իրենց զգում ինչպես տանը, մարդիկ սարսափահար են տնից դուրս գալիս։ Այսօր 3 հատ, բայց բազուզենքը, շեգը կա, սերին կա, կզգացվի, որ թեկուզ իրար հետ չտեսնի, կզգացվի, որ շատ են իրանք։ Այսօր 3 հատ մենք տեսանք։ 2 հատ որ ես լրիվ տեսել եմ, բաստի մեջ չեն նստած, մարդիկ անգժներն է խշտկցրած, չեն վախենա մեզնեն։ Հարաբուտելի էլանք տեսանք, որ 2 աղվեսը ոչ կվախենան, մենք կվախենանք իրանցից, իրանք ոչ կվախենան, ոչ կպախնին։ Հենց այդ ձևի ազատ պատեզի մեջ 2 մուտք կենեն, համեն հարաբուտ պատեզի մեջ աղվեսի կեղտ կմակ։ Շատ է եղել դուրս է մեկ է աղվեսը դեմսել է։ Երկուս մեկ էլ օրեք այլերը կոկան մեզի կուդեն չեն կրնալու ստամուդուրու պանապայես դա իրգունը վախենալուս պագենքն նոր կնենք, ինչ ենենք, ինչ կալի, տող կոնեկան էշենքերը կանդեն ես հանդեր պանելները, միոն մեր եղեկի կլխին կգնի, մեր կլխին կգնի, Կրիսները քիչեր հմել աղվեսները երեխեքը վախից ինչ դերնի, ծավիմ դերնի, յանի երգրաշարժից պրդան հմել աղվեսներից վախենա։ Բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ, նրանք պահանջում են հարցին լուծում տալ։ Խնդրի մասին տեղյակ է պահվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը։ Պատասխանատուները խոստացան հետամուտ լինելու հնարավորինս արագ ժամկետներում քայլեր ձեռնարկել օրենքի սահմանում ընդունված աղվեսներին տարածքից հեռացնելու համար։ Հեղին է Մանուկյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծել է ծառայությունների այնպիսի միջավայր, որը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, հնարավորություն ընձեռում երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ։ Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռնարկատվության խթանմանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը և արտասահմանյան ներդրումների ներգրավմանը։ 2014 թվականին տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված դասընթացների արդյունքում վերապատրաստվել է ավելի քան 1000 ուսանող և մասնագետ։
Գործունեության գրեթե մեկ տարվա ընթացքում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ոչ միայն շուրջ 1000 ուսանող և մասնագետ է վերապատրաստել, այլ կենտրոնի մասնաշենքի տարբեր հատվածներ զբաղեցրել է ինչպես տեղի, այնպես էլ Երևանից և արտերկրից Գյումրի տեղափոխված շուրջ 20 կազմակերպություն։ Brick Evolution ընկերությունն արդեն 3 ամիս է, իսկ Vidu Apps-ը 4 ամիս է, ինչ գործունեություն են ծավալել տեխնոլոգիական կենտրոնում։ Մեր ընկերությունը ծրագրավորման ընկերություն է, հիմնականում աշխատում ենք մոբայլ և վեբ ապլիքեյշններ պատրաստելով։ Մոբայլը iOS և Android, իսկ վեբը Java և PHP։ Պլանների մեջ մեր մոտ կա 3 սարքավորում, ուրեմն էդի Powerbrick-ն, որը պատասխանատու հոսանքի կառավարման համար, ասենք թե հիմնարկում հոսանքի միացնել, անջատել ժամանակով, Voicebrick-ը, որը մինիատես է Իրանից ներկայացնում, ու SensorBrick, որը դատչիկների կառավարման սիստեմա է։ Skyline ստուդիան ընթացիկ տարվա մարտ ամսից է պաշտոնապես գրանցվել, սակայն տեխնոլոգիական կենտրոնում աշխատում է բացման առաջին իսկ օրվանից։ Մենք նկարահանում ենք երկչափ անիմացիաներ, եռաչափ անիմացիաներ, ինֆոգրաֆիկաներ ենք նկարում, դիզայներական ծառայություններ ենք մատուցում, այսինքն սա այն մուլտիմեդիա լաբորատորիան, որ մենք մի քանի տարի առաջ հիմնել ենք, այդ լաբորատորիայի բազայի հիման վրա մենք կարողացանք արդեն մեր սովորացրած երեխաներին հավաքենք և նման ընկերություն հետաքրքիր ստեղծենք։ Մեծ է կենտրոնի դերը նորարար ընկերությունների և բիզնես գաղափարների ստեղծման առումով։ Տարբեր ընկերությունների գործունեություն շատ դեպքերում փոխկապակցված է։ Շատ հեշտ, շատ հարմար է, երբ բոլոր ընկերությունները կենտրոնացած են մի շենքի մեջ։ Այսինքն, եթե ինձ ծրագրավորողի ծառայության կարիք կա, ես հեռու չեմ գնում, ուղղակի կողքի դուռն եմ գնում։ Այստեղ վերև, ասենք, time production-ը, վիդեո նկարահանումների կարիքներ ունենք կամ ձայնի կարիք ունենք, ես ընդհանրապես մի հարկ եմ բարձրանում վերև և տղաների հետ համագործակցում ենք։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ամռան ամիսներին կազմակերպվում են նաև դասընթացներ աշակերտների համար, ապահովելով որակյալ կրթություն։ Տարբեր դպրոցներից շուրջ 200 աշակերտ մասնակցել է ամառային դպրոց ծրագրին, որի արդյունքում երեխաները սովորում են վեբ ծրագրավորում և կոդում, միջավայրում խաղերի պատրաստում։ Նախատեսված է 9-ից բարձր տարիքի երեխաների համար, նպատակն է երեխաներին ծանոթացնել ընդհանուր ծրագրավորման սկզբունքներին, երեխաների մոտ զարգացնում է ալգորիթմական մտածողությունը և հնարավորություն է տալիս երեխաներին ստեղծագործական
ստեղծել դեպի խաղ ստեղծող երեխա։ Խաղեր ենք ստեղծում, այնպես ենք անում, որ կարող մեր ռոբոտը շարժվի, ես պատրաստել եմ եղախ, այդտեղ կա մի ռոբոտ և դրա համար հատուկ գծեր եմ ստեղծել, որի վրա այնպես եմ արել, որ դրա վրա նա կարող է շարժվել։ Նշված դասընթացների շնորհիվ աշակերտների մոտ կզարգանա թիմով աշխատելու, ինչպես նաև գործարար ծրագրեր իրականացնելու հմտություն։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Օգոստոսի 28-ին ժամը 1:40-ի սահմաններում Ղարաբաղ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլոյցարայությունը։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-ից 25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայիների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքերը։ Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել։ Հակառակորդը լույս 28-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների պատասխանատվություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է։ Շարունակում ենք թողարկումը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 4-ին ազգային ժողովում տեղի կունենան սահմանադրական բարեփոխումների նվիրված խորհրդարանական լսումներ, որը հրավիրում է ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ Այսօր ԿՏՄ-ի հետ զրույցում հանձնաժողովի ՀԿ նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ լսումները լինելու են բաց, այսինքն դրանց հնարավորություն ունեն մասնակցել ոչ միայն ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները, այլև արտախ խորհրդարանական ուժերն ու հասարակական կազմակերպությունները, այսինքն խոսքն ըստ էության հանրային քննարկման մասին է։ Լսումները կազմակերպում ենք մեկ նպատակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների այս նախագիծը, որն արդեն ներկայացվել է ազգային ժողով, նման չէ սովորական նախագծերի քննարկման ընթացակարգին։ Այն չի անցնելու առաջին, երկրորդ և երրորդ ընթերցում, այլ ընդամենը ներկայացնելու ենք ու քննարկելու ներկայացված տեսակետները։ Իսկ Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչն ամփոփելով այդ տեսակետներն ու մոտեցումները, դրանք ներկայացնելու է նախագահին, ասել է նա։ Հովհաննես Սահակյանի խոսքով այնուհետ նոր սահմանադրության նախագիծը կամփոփվի նաև ազգային պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և լիագումար նիստում, իսկ հետագայում նախագահի կողմից ընդունելի տարբերակով
ազգային ժողովին ներկայացված նախագիծը կդրվի քվեարկությանը։ Վերջին երկու օրերին սահմանադրական փոփոխությունների շուրջ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական խորհրդակցություններին մասնակցած գրեթե բոլոր ուժերը պարլամենտական համակարգին և համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարը դրական են գնահատել։ Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցության խոսնակ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը մերժել էին միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու Ժառանգությունը։ Վերջինիս փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազատությանը փոխանցել էր, որ պատճառը նախորդ հանդիպման ժամանակ իրենց հնչեցրած առաջարկությունները չընդունելն է։ Վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա կոնսուլտացիաների առաջին փուլում այս կուսակցությունն ընդհանրապես հանդիպման հրավեր չէր ստացել, իսկ այս անգամ ստացել, բայց մերժել էր։ Էդուարդ Շարմազանովի խոսքով առաջիկայում սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակվելու են, հանդիպումներ կանցկացվեն նաև անկախ պատգամավորների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ։ Նոր սահմանադրության վերաբերյալ մեր կուսակցության դիտողությունները շատ են, մենք դրանք կներկայացնենք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Մենք ի սկզբանե կողմ ենք եղել խորհրդարանական կառավարման համակարգին, բայց սա ավելի շատ վարչապետական կառավարման համակարգի ավելացրել է նա։ Ամփոփելով Արամ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ սահմանադրության փոփոխ տարբերակում շատ մանրակրկիտ են ներկայացված մի շարք խնդիրներ, որոնք հատկապես վերաբերում են մարդու իրավունքներին։ Միջազգային լրահոսից Թուրքիան նորից խոստումներ է տալիս Միացյալ Նահանգներին, ըստ Պենտագոնի խոսնակ Փիթեր Քուքի, Թուրքիան համաձայնել է մարտական թռիչքներ իրականացնել իսլամական պետություն խմբավորման դեմ։ Պենտագոնի խոսնակ Փիթեր Քուքը երեքշաբթի օրը լրագրողներին տեղեկացրեց, որ իսլամական պետություն խմբավորման դեմ Թուրքիան մի քանի օր հետո կսկսի ռազմաօդային գործողություններ։ Այն փաստ է, որ Թուրքիան այժմ մեր և ռազմական դաշինքի մյուս անդամ պետությունների օդանավերի հետ թռիչքներ է իրականացնելու կարևոր քայլ է դեպի առաջ, ինչին մենք անհամբերությամբ ենք սպասում։ Մենք այժմ փորձում ենք լուծել թիկունքային ապահովման խնդիրները։ Պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը անցյալ շաբաթ նշել էր. Պենտագոնը Թուրքիայից պահանջում է ավելին անել, իսկ անցյալ ամիս Թուրքիան համաձայնվել էր Ինջիրլիկի ռազմականից թույլատրել իսլամական պետություն խմբավորման դեմ ԱՄՆ-ի օդանավերի թռիչքները։ Մեր համագործակցությունը Թուրքիայի հետ և այդ համագործակցության ընդլայնումը այս պահին դեռևս ընթացքում են, սակայն մենք սա նաև դիտում ենք իբրև Թուրքիայի Միացյալ
Միացյալ Նահանգների եւ դաշինքի մյուս անդամ պետությունների համար համագործակցությունն ավելի հեղկելու մի նոր հնարավորություն։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի համագործակցության շուրջ քննարկումները ուղղված են Թուրքիայի հարավային սահմանի անվտանգության խնդիրների հանգուցալուծմանը։ Մտահոգություններ կան հատկապես Սիրիայի հետ սահմանագծի շուրջ, քանի դեռ արտասահմանցի գրոհայինները ու սպառազինությունը հոսում են դեպի Սիրիայում իսլամական պետության խմբավորման կողմից վերահսկվող տարածքներ։ Թուրքիան առաջարկում է Սիրիայի սահմանին անվտանգության գոտի հաստատել փախստականներին պաշտպանելու, ինչպես նաև Սիրիայի չափավոր ապստամբների վարժանքները ապահովելու համար։ Թեև շեշտում է, որ համագործակցությունը ընդլայնելու գործում Թուրքիան ու Միացյալ Նահանգները նույն դիրքերի վրա են, Վաշինգտոնը նշում է, որ շահագրգռված չէ նման գոտիներ հաստատել։ Ըստ Քուքի, ԱՄՆ-ն չի նշել անվտանգության գոտի հաստատելու հարց իր մոտեցումներում։ Ռուսաստանի տնտեսությունը թեպետ հետընթաց է ապրում, սակայն ռազմական արդյունաբերությունը շարունակում է զարգանալ։ Դա նաև ակնհայտ էր այս շաբաթ Ռուսաստանի միջազգային օդանավերի ու տիեզերանավերի ցուցահանդեսում։ Ռուսաստանի միջազգային օդանավերի ու տիեզերանավերի ցուցահանդեսում ներկայացված է ռազմական ու քաղաքացիական տեխնիկայի ազդեցիկ նմուշանի, սակայն այս տարի ուշադրության կենտրոնում է հայտնվել արդյունաբերության ռազմական ոլորտը, եւ այս ռազմաօդային հանդեսը օգտագործում է ցուցադրելու երկրի ռազմական հզորությունը։ Մենք պետք է զորացնենք Ռուսաստանի յուրահատուկ առավելությունները օդուժի ոլորտում եւ համապարփակ դարձնենք մեր առաջատար դերը ռազմական ավիացիայի պարագաների արտադրության մեջ։ Ուստի մենք պետք է իրականացնենք մեր օդուժի ու տիեզերական արտադրության նորարարացումը ու կատարելագործումը, ասում է Վլադիմիր Պուտինը։ Արևմտյան արտադրողները ևս ներկա են ցուցահանդեսին։ Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությունը սահմանափակվել է Ուկրաինայի համար պատժամիջոցների եւ այդ երկրից մատակարարներին կորցնելու պատճառով։ Ռուսաստանի մոտ 300 ձեռնարկություններ Ուկրաինայից բաղադրիչներ էին ստանում։ Դուք պատկերացրեք ինչ մեծ էին կորուստները, երբ այս կապերը կորսվեցին, ասում է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Գոլցը։ Մինչ արդիական հակաօդային պաշտպանության S-300 համակարգերի վաճառքը Իրանին դեռևս հետաձգվում է, Մոսկվան փորձում է այլ գնորդներ եւ դաշնակիցներ ձեռք բերել Մերձավոր Արևելքում։ Եվ դաշնակից Բաշար al-Ասադի վարչակարգը բառացիորեն կրակի տակ է առնված, Ռուսաստանը կարողացել է վերականգնել կապերը Եգիպտոսի հետ, սակայն դեռևս հնարավոր է այն կարիք ունի ավելի շատ դաշնակիցների, հատկապես հիմա, երբ նավթի գները անկում են ապրում, ասում է Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագետ Վիկտոր Միզինը։ Ռուսաստանյան օդանավային ընկերությունները կարծում են, որ այս տարվա վերջին ակնկալվող գործարքները կարող են
լինել արդյունաբերությանը դիմակայելու դժվարությունները։ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոին Միացյալ Նահանգների մուտքի սահմանափակ վիզա տրամադրելու մասին Վաշինգտոնի որոշումը զարացրել է ռուսաստանցի պատգամավորներին։ Նրանք պահանջում են համաչափ պատասխան տալ ամերիկացիներին։ Ռուսաստանի պատվիրակությունն այս որոշման պատճառով հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ում անցկացվելիք միջխորհրդարանական ժողովին։ Այդ վիզան թույլ է տալիս գտնվել միայն Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում, որտեղ տեղակայված է ՄԱԿ-ի կենտրոնակայանը։ Նման վիզաներ Միացյալ Նահանգները նախկինում տալիս էր օրինակ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին կամ աֆրիկյան երկրների դիկտատորներին։ Քանի որ Մատվիենկոն ներառված է ամերիկացիների սև ցուցակում, նրան նման վիզա են տրամադրել։ Ռուսաստանցի պատգամավորները ի պատասխան տարբեր միջոցներ են առաջարկում, օրինակ արգելել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի մուտքը Ռուսաստան կամ արգելել ամերիկացի դիտորդների մուտքը ռուսական ռազմական օբյեկտներ։ Նոր պատեր Եվրոպայում Էստոնիան հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատ է կառուցելու պաշտպանելու համար իր երկրի, ինչպես նաև Շենգենյան գոտու անվտանգությունը։ Էստոնիայի ներքին գործերի նախարարության մամլոյ Թոմաս Վիքսը Ֆրանս Պրեսին ասել է, որ ցանկապատի շինարարական աշխատանքները սկսվելու են 2018 թվականին և հաջորդ տարի 2019-ին են ավարտվելու, նախատեսվում է ավարտել այն։ Ըստ Էստոնիայի սահմանապատ ծառայության 2.5 մետր բարձրությամբ փշալարերով ցանկապատի երկարությունը կազմելու է մոտավորապես 110 կիլոմետր։ Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատ կառուցելու հայտարարությունը հաջորդում է Ուկրաինայի իրավիճակի հետ կապված տարածաշրջանային լարվածությանը։ Մերձբալթյան երկրները Էստոնիան, Լատվիան, Լիտվան անհանգստացած են Ուկրաինայի արևելյան շրջաններում Ռուսաստանի գործողություններից, որտեղ 2014 թվականի ապրիլից սկսած ռուսամետ անջատականները կռվում են ուկրաինական կառավարական զորքերի դեմ։ Մինչ Էստոնիան Եվրամիության մեկ այլ երկիր Հունգարիան ևս հայտարարել է շփատ կառուցելու նախաձեռնության մասին։ Այս դեպքերովին ուրիշ պատճառով անօրինական միգրանտների հոսքի առաջ փակելու համար։ Իրանի իմիջը փոխվում է, ինչը նոր դռներ է բացում տնտեսության և զբոսաշրջության համար։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հաստատումից հետո սպասվում է, որ երկրի հանդեպ նախկինում սահմանված պատժամիջոցների թուլացում, ինչը կարող է մեծապես նպաստել երկրի զբոսաշրջության ոլորտի վերելքին։ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո Իրան այցելող արևմտյան զբոսաշրջիկների թիվը կտրուկ անկում ապրեց։ The difficulties we've had in Iran has
հաճախ վախենում են Իրան այցելել, սակայն նրանք, ովքեր հաղթարելով իրենց վախը այցելել են, չեն զղջացել։ Those people that ventured and Հուլիսին Լոնդոնում վերաբացվեց Իրանի դեսպանատունը։ Միջուկագրի շուրջ համաձայնագրի հաստատումից հետո պատժամիջոցների թույլատումը արդեն իսկ ավելի դյուրին է դարձրել Իրան ճանապարհորդելը։ Ըստ բրիտանական զբոսաշրջական ընկերությունների միացյալ թագավորությունում աճել է Իրան այցելել ցանկացողների թիվը։ Բրիտանացի Բազ Գիբրանը ծրագրում է այցելել Իրան։ We decided to get on the Որոշեցինք այցելել մինչև զբոսաշրջության մեծ ալիքի սկսվելը։ Իրանը ծրագրում է զբոսաշրջիկների թիվը մինչև 2025 թվականը հասցնել 20 միլիոնի, ինչը երկրին կբերի 30 միլիարդի շահույթ։ now that this outside Իրանի միջը փոխվում է, ինչը նոր դռներ է բացում տնտեսության և զբոսաշրջության ոլորտի զարգացման համար։ Արևմտյան երկրներում Իրանի մուտքի վիզա ստանալը դեռ մեծ գլխացավանք է, իսկ իրանական բանկերի նկատմամբ գործող պատժամիջոցների պատճառով բանկային քարտերով առևտուր կատարելը արևմտյան այցելուների համար դժվար է։ Սակայն շատերը համոզված են, որ այս խնդիրները ժամանակավոր են և հաղթահարելի։ Դարձյալ վերադառնանք տեղի խնդիրներին, խնդրահարույց իրավիճակ, նոր ուսումնական տարվա նախաշեմին Գյումրու ակադեմիական վարժարան ըստ մանկավարժների զրկվում է մինչ օրս զբաղեցրած տարածքից, որը հանդիսանում է Գյումրու թիվ 19 դպրոցի սեփականությունը։ 2004 թվականից սկսած է ակադեմիական վարժարան ուսումնական գործընթացը ծավալում թիվ 19 հիմնական դպրոցի դասասենյակներում Շիրակի մարզպետի որոշման հիման վրա։ Ներկա պահին թիվ 19 հիմնական դպրոցն ունի ակադեմիական վարժարանին հատկացված իր 8 դասասենյակի կարիքը, քանի որ ըստ դպրոցի պատասխանատուի աշակերտների թիվն աճել է։ Դրանից զատ դպրոցի գործունեության բարելավման նպատակով պետք է գործի նախակրթարանը, որպես խնդրի լուծման տարբերակ Շիրակի մարզի կրթության ակադեմիական վարժարանի տնօրինությանն առաջարկել է տեղափոխվել նույն տարածքում գործող և ներկա պահին թեժբեռնված թիվ 17 դպրոցի շենք։ Օգոստոսի 28-ին հարցի քննարկման և լուծման նպատակով ակադեմիական վարժարանում ուսուցիչների հետ հանդիպել է Շիրակի մարզի կրթության վարչության պետ Մինասյանը, իսկ թիվ 17 դպրոցում աշխատանքային հետագա գործունեության շուրջ քննարկում է կայացել կրթության վարչության պատասխանատուի և Գյումրու ակադեմիական վարժարանի ու թիվ 17 դպրոցի տնօրենների մասնակցությամբ։ Սեպտեմբերի նախաշեմին ուրիշները ուրախ տրամադրությամբ մենք նույնպես որ շատ ավելի երեխեք ենք թողարկել լավ թիմը
լավագույնս դիմավորենք սեպտեմբերի 1-ը հիմա մեզ ասում է որ դուք պետք է քննեք ավելի նոր աշակերտակազմ ունեցող թիվ 17 միշտ դպրոց Սեպտեմբերի 1-ին սկսում են դասեր եւ այսօր կարծես թե ուսումնական տարվա ուրեմն նախորդին կանգնած են փաստի առջև եւ այսօր ուսուցիչները իրավացի կերպով պահանջում են որ եթե հարցի լուծումը առաջարկվում այնպիսի պայմաններ որ մեր դպրոցը ընդ որում ասեմ հանրապետությունում երկրորդ դպրոցը Շիրակի մարզում առաջին դպրոցը որը ունի 19 տարակարգ ունեցող ուսուցիչներ եւ 1.5 տասնյակից ավելի գիտության տեխնազուներ իր շրջանապատներով հայտնի ուզում է բարվոք պայմաններում աշխատել Գյումրու ակադեմիական վարժարանը ժամանակին կոչվում էր գիտությունների ազգային ակադեմիային գիտացադուկ միջնակարգ դպրոց հիմնադրվել է 1990 թվականին եւ 1990 թվականից լուծվում է մեր վարժարանի շենքի հարցը այդպես չի լուծվում հասել է արդեն գործային որ հագադրում են երկու դպրոցների կրթական հաստատությունների կոլեկտիվների մենք այդ հագադրությունը չենք ուզում նպատակահարմար է համարվել Գյումրու թիվ ակադեմիական վարժարանը տեղափոխել Գյումրու թիվ 17 հիմնական դպրոցի շինություն նախ գիտեք որ 17 դպրոցը եւ ակադեմիական վարժարանը գտնվում են մարզկենտրոնի նույն թաղամասում այսինքն մենք չենք ստեղծում լրացուցիչ տեղաշարժի խոչընդոտներ աշակերտական համակազմի համար եւ մյուս կողմից խիստ թերբեռնված է Գյումրու թիվ 17 հիմնական դպրոցը պատկանում է բնականաբար 19-րդ դպրոցին, բայց մարզպետի հրամանով 2004 թվականին անոր ժամանակով տրամադրվել է մեր վարժանին։ Մեզ տրամադրվել է 8 դասասենյակ, որտեղ մի դասասենյակ մենք դարձրել ենք ուսուցչանոց, տնօրենի կաբինետ ու գրադարան, 21 դասարանի մենք մի կերպ տեղավորել ենք 7 դասասենյակում։ Արդեն 10 տարի է մենք ցանկանում ենք որ տեղափոխվենք, ոչ թե տեղափոխվենք, շենքը պատկանում է համար 19 հիմնական դպրոցին եւ շենքը նախատեսված է 350 աշակերտի համար։ Մենք այսօր ունենք 350-ից ավելի աշակերտ եւ փաստորեն դասասենյակը մեզ չի բավականացնում։ Առաջին հարկում լինելու է նախակրթարան, որը դպրոցի բարելավման ծրագրի շրջանակներում է բացվում, իսկ մնացած արդեն դասասենյակներ, որոնք հազիվ կբավարարեն մեր աշակերտներին։ Թիվ 19 դպրոցը արդեն իսկ չունի պայմաններ նախագահական ծրագիր իրականացնելու, դասասենյակ չունի տրամադրելու
հարցն ավելի բռնելի կդառնա։ Բնականաբար պետք է առաջարկվեն ավելի բարվոք պայմաններ, քան թե այսօր կան։ Եվ ըստ էության այսօր առաջարկում են այնպիսի պայմաններ, որ մի քանի անգամ ավելի վատ է, քան ներկա պայմանները։ Մենք պարտավոր ենք աշակերտին եւ մանկավարժին տալ կահավորված նվազագույն պայմաններով դասասենյակ։ Մենք տալիս ենք համաձայն չենելու խնդին արդեն, եթե աշխարհագրական տեղաբաշխությունը դրոդի չի փոխում, էլ քննարկման առարկա լինել չի կարող։ Հետագայում երևի նախարարությունը հավանաբար երևի չգիտեմ հիմա խոստանում են ամենայն դեպս վերանորոգումից եւ այլից հետո մեր պայմանները բարելավեն այս դպրոցում, բայց հիմա այստեղ տնօրենն անակնկալի է եկել, հիմա բանակցությունների մեջ եմ գոնե մի 7 լսարանտան նորից կարողանամ ինչպես որ դեղ եմ կարողացել դասապրոցես տեղել կարողանամ վաչաչ երեք օրվան տասկում պատրաստվել գոնե սեպտեմբերի 1-ին երեխեքս դուրս չմնան։ Թիվ 17 դպրոց կա 14 գումարած եւս 7 ստեղծելու պայմաններ, որովհետեւ մինչև հիմնանորոգման աշխատանքներ լրացիչ շատ գումարներ շարժվեն, կապահովի նախ առանձին մուտք, հիմա այս պահին հանձնախումբը աշխատում է, որպեսզի խնդիրը շուտապույտուզվի, այսօր է աշխատում հերթային, կկազմակերպվի հերթային աշխատանք, եթե մենք տեղափոխում ենք հարցը պարադոքսալ է, տեղափոխում ենք, որ չբավարարվի պայմանները, տեղափոխում է Խիստանի մասկերներ։ Հետագայում միացուլում կլինի վերամիավորում կլինի ցույց կտա աշակերտական համակազմի հետագա տեղաշարժերը կարելի է ամեն ինչ, որ առանց կրթական գործընթացի ջուզն իշխատալման ամեն ինչ ընթանա հարթ և հանգիստ։ Օգոստոսի 27-ից 30-ը երեքնուկ հանգստի գոտու տարածքում Շիրակի մարզպետարանն անցկացնում է Մինասի գույներով խորագիրը կրող երիտասարդ նկարիչների միջազգային 4-րդ պլեները։ Ծրագրին մասնակցում են 16-ից 30 տարեկան երիտասարդ նկարիչներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, հայկական Սփյուռքից, Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից։ Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ, այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության և տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման երաշխիք։ Պլեների շրջանակներում օգոստոսի 28-ին մասնակիցներն ուղևորվել են Ջաջուր, եղել Հեսեզի ձորում, ապա նաև այցելել
Մինասի տուն-թանգարան հաղորդակից դառնալով Մինասի նկարներին ու գույներին։ Իդեպ այս տարի Մինասի գույներով խորագիրը կրող երիտասարդ նկարիչների միջազգային 4-րդ պլեները նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կրում էր վերածնված Հայաստանի արվեստախորագիրը։ Պլեները անցեկացվում 3 օր, մասնակիցները ժամանել են օգոստոսի 27-ին, այսօր արդեն երկրորդ օրն է, այս տարի ավելին եղել, մենակ նկարիչներ են, ամեն մարզից 3-ական ներկայացուցիչ, ունենք ներկայացուցիչներ Արցախից, Ջավախից և Ռուսաստանի Ալեքսանդրովկից ունենք մեկ ներկայացուցիչ։ Պլեների նպատակն է համախմբել ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից և արտերկրից մասնակիցներ, երրորդյա մտերմիկ միջավայրում նկարիչները կունենան հարուստ փորձի փոխանակում, մեկը մյուսից կսովորեն տարբեր տեխնիկաներ նկարչության մեջ, ինչպես նաև կծանոթանան Մինասի բնակավայրին, Մինասի գույներին և կնկարեն Մինասի գույներով։ Մինասին գրքերից և նկարներից շատ եմ ճանաչել, բայց ինչ առել ես հանդիպես նկարներին ու գրքերի միջով նայես, խորապես շատ մեծ փոփոխություններ են։ Փորձի փոխանակումը շատ լավ է, որովհետև տարբեր տեխնիկաներ ես տեսնում ու քո մեջ էլ ամեն ինչ փոխվում է, փորձում ես փոփոխել, փորձել, միգուցե լավ լինի։ Այստեղ հնարավորություն կա ձեռք բերել ընկերական մեջ շրջապատ, ծանոթանալ արվեստին ավելի խորը, վերցնելով, տեսնելով։ Ինձ համար ևս ամենակարևորը հայկական լեռնաշխարհին հայկական նկարիչների աչքերով տեսնելն ու դատելն է, իսկ պլեները տալիս է շատ մեծ բան, որովհետև ընկերական հարուստ բույրից բացի նաև ճանաչողական բնույթ շատ հետաքրքիր ընկերական հարաբերություններ, ինչը կարծում եմ, որ մարդուս համար ամենակարևորն է։ Եվ մեր թողարկման վերջին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթի կազմկոմիտեի ամփոփիչ բաց նիստը, որին մասնակցում էին մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամները, առաջադրված թեկնածու քաղաքների Ծաղկաձորի և Գյումրիի ներկայացուցիչները։
SMS քվեարկության և փորձագիտական գնահատման էական տարբերությամբ Գյումրին հռչակվել է 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք։ Այժմի թողարկումը ևս հատեց եզրագիծը տաղավարում աշխատում էր Ելենա Ավետիսյանը, հաջողություն և